Վարչապետ ստեղծյան ասում եք բալանսավորված քաղաքականություն, բայց ոնց որ թե Մոսկվային Հայաստանի այդ հայտարարությունը այդքան էլ չի գոհացնում, եթե ասում են պետք է ընտրություն կատարեք։ Ի վերջո այս հայտարարությունը դուք ոնց եք դիտարկում, հնարավոր է սա արդեն որոշում կայացնելու ինչ-որ պահ է հասունանում, եւ եթե այդպես է, որն է լինելու Հայաստանի դիրքորոշումը, եւ երկրորդ հարցը կապված է մի խնդրի հետ, կապված է մի հարցի հետ, որի կապված իրավապահները որպես չնախաձեռնեցին, չնայած դիտորդական կազմակերպությունները ասում են, որ Գյումրիում համերգը որտեղի ունեցավ խաղաղության ձեռքորացմամբ եւ որը դասավորվում է Ֆաստ բանկի կողմից, ստեցյան համարում են, որ դա կուսակցական միջոցառում է, որը կատարվեց գործարարների միջոցներով։ Այստեղ խնդրահարույց որևէ բան չեք տեսնում, պարոն վարչապետ, որտեղ ակնհայտ է, որ միջոցառումը դիտորդների կուսակցական բնույթ ունի։ Միջոցառումը նվիրված էր հյուսիս-հարավ ճանապարհի պաշտոնական բացմանը եւ այդ առիթով էր հրավիրված, եթե համարում եք, որ հյուսիս-հարավի կառուցումը կուսակցական միջոցառում է, կարող ենք նաեւ դա համարել կուսակցական միջոցառում, բայց կարծում եմ, որ հյուսիս-հարավի աշտարակ Գյումրի հատվածի կառուցումը դա պետական մակարդակի եւ նշանակության միջոցառում է եւ այնպիսի միջոցառում է, որը արժե որ նշել, ես ինչքան տեղյակ եմ, նաեւ համերգի կազմակերպմանը մասնակցել են այն ընկերությունները, նաեւ ովքեր մասնակցել են շինարարական աշխատանքներին եւ դա շատ մեծ իրադարձություն է եւ չեմ կարծում այդ մեծ իրադարձությունը արժե տեղավորել կուսակցական շրջանակներում։ Ինչ վերաբերվում է ձեր առաջին հարցին, Լել եմ ասում, մենք իհարկե լսում ենք, հետևում ենք, բայց ես երկու սկզբունք կարող եմ ասել։ Մենք, ինչպես եւ նախկինում ասել ենք, մենք չենք ներքաշվելու վիճաբանության, լեզվակռվի մեջ եւ մենք բոլոր հարցերը քննարկելու ենք աշխատանքային պայմաններում առանց լրացուցիչ նյարդի, բարեկամության եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Եվ էլ եմ ասում, եթե մենք գնահատենք, որ մեր որոշում կայացնելու պահը հասունացել է, մենք չենք սպասի, որ ուրիշները մեզ ասեն, որ որոշում կայացնելու, որտեղ դա ի վերջո մեր որոշումն է, չէ՞։ Մենք ավելի լավ գիտենք, երբ է այդ որոշում կայացնելու պահը։ Փաստն այն է, որ մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, փաստն այն է, որ մենք ընդունել ենք եւ Եվրոպական միության անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենք եւ փաստն այն է, որ այդ երկու փաստը համատեղ իրար հետ գոյություն ունեն։ Այդ նշանակում է, որ այդ երկու փաստերը իրար հետ համատեղ գոյություն կարող են ունենալ եւ երեք էլ գոյություն ունեն այդ փաստերը իրար հետ, այսօր էլ գոյություն ունեն։ Եվ փաստը խոսում է իր մասին։ Եվ մենք ամենայն հարգանքով եւ գնահատանքով մեր ռոս գործընկերների հետ առանց նյարդի բոլոր հարցերը կքննարկենք, կպարզաբանենք։ Էլի եմ ասում, մենք որևէ այլ երկրի առավել եւս Ռուսաստանի Դաշնության շահերին վնասելու խնդիր ոչ ունեցել ենք, ոչ ունենք, ոչ էլ կունենանք։ Մյուս կողմից մենք առավել եւս չունենք մեր երկրի շահերին վնասելու խնդիր եւ բնականաբար չենք կարող մեր մտքով նույնիսկ անցկացնել նման բան։ Շնորհակալություն, հաջորդը Արարատ Նյուզ։